Բարի հայր ջան, հուսով եմ լավ եք, այսօր էլի ուզում եմ մի քիչ ձերհետ շփվեմ, համել կիսվեմ, ինչպես դաս քաղել անհաջողություններից ու ստեղծագործ մտքից։ Անհաջողություններից հետևություն անելու կարողությունը բոլոր սխալներն ու պարտությունները կարա ակտիվի վերածի, ինչն էլ ձեզ կօգնի ապագայում հաջողությանը հասնելու համար։ Այսօրվա հանդիպման հենց ամենասկզբից ուզում եմ ձեր ուշադրությունը մի փաստի սևեռել, ինչը հնարավոր է միանգամից կբացահայտի ձեզ հաջողության գաղտնիքը։ Ավելի կոնկրետ դրական մտածողությունը միակ միջոցն է, որի շնորհիվ կարող եք փոխակերպել ձեր անհաջողություններն ու պարտությունները սեփական ակտիվի։ Թվում է, թե աշխարհը մտածված է սենց, որ բոլորս էլ անհաջողություն ու պարտություն ապրենք, ու դա բնությամբ է որոշված մարդկանց կարգապահ դարձնելու ու սեփական գիտակցությունը կառավարել սովորեցնելու համար։ Այս իրապես միջոց է փորձը գիտելիքի վերածելու։ Այս միջոցը դրական մտածողություն պահպանելն է։ Չնայած այն առավելությանը, որ կարաք ստանալ օգուտներ սովորելով մեր պարտություններից, ոչ մեկս էլ չի ցանկանում բախվել դժվարությունների հետ։ Ցանկացած պարտություն ամեն անգամ էլ տհաճ է։ Բայց ես կստեի, եթե չասեի, որ մեծամասամբ դրականը, որ պատահել է իմ հետ, իմ անհաջողությունների արդյունքն է։ Ու երբեք դրանք արժագույն չէի գնահատի, եթե չիմանայի այն ճշմարտությունը, որ ամեն անհաջողություն իր մեջ համարժեք սերմ է կրում օգուտի։ Այս հենց մեր այսօրվա թեման է։ Երբ հասկանաք, որ անհաջողությունները կարող են դրական փոփոխությունների հանգեցնել, սովորություն ձեռք կբերեք փնտրել այդ համարժեք օգուտի սերմը ցանկացած իրավիճակում։ Օրինակներ կան, որ մարդը, ասենք, կաթված կա ստացել ու բացի ուղեղից ոչ մի օրգան չի աշխատում, ու այս մարդը ֆերմեր էր, անունը չեմ հիշում, ու երևի առաջ անգամ ուղեղը աշխատացրեց, որ կարա այդ խոզերը մեծացնի ու նրբերշիկներ սարքի, որից մենք բոլորս էլ համտեսել ենք։ Ու այդ ձև ոնց որ փոխակերպի իր անհաջողությունը օգուտի։ Նույն ձև էլ Ամերիկայի նախագահներից Ռուզվելտն էր, որ մի քանի տեսակ հիվանդություն ուներ, ոտերը չէր կարող կառավարել, բայց Ռուզվելտը ոնց որ փողոցի անկյունում մուրալու փոխարեն էլի փոխակերպեց ու դառավ Ամերիկայի նախագահ ու մինչև կյանքի վերջել մնաց։ Ուզում եմ ասեմ, որ ամեն տեղ կարելի է փնտրել այդ օգուտի սերմը, եթե ինչ-որ անհաջողության եք բախվում։ Շատ էլի օրինակներ կան, բայց զարմանալի չի, որ մարդիկ հաճախ անցնում են անհաջողության միջով, որ հասկանան, որ ունեն միտք ու կարող են լուծել խնդիրները։ Ես ամբողջ եռանդով կարամ ասեմ, որ բոլոր անհաջողություններում կարող եք հաջողության այնպիսի մարտահրավեր գտնել, որոնք չէիք տեսնի առանց դրանց։ Ոչ մի դեպքում ես չեմ առաջարկում ինչ-որ անախորժություններ փնտրել կամ սպասել դրանց, բայց երբ դրանք պատահեն, մի վախեցեք ու անհանգստանալու փոխարեն, ոնց շատերն են անում, թույլ տվեք մի խորհուրդ տալ չլինել շատերի նման, այլ վերածել այդ անհաջողությունները աստիճանների, որոնցով կարող եք ձեր նպատակներին հասնել։ Իսկ հիմա խոսանք այն անհաջողությունների մասին, որոնք ձեզ են պատահել։ Ճիշտ է, ես չեմ խոսի ձեր անհաջողությունների հետ կապված ինձ ոչ հայտնի մանրամասներից, բայց հստակ գիտեմ, մեր այսօրվա հանդիպման ժամանակ կպատմեմ մի միջոցի մասին, որի օգնությամբ կարող եք ձեր հիասթափությունները ու ապագա անհաջողությունները, պարտությունները
փոխակերպել համարժեք օգուտի սերմին։ Դա կարող եք անել հաջողության 9 սկզբունքները կիրառելով։ Ուզում եմ հիշեցնել դրական մտածողության կարևորության մասին, քանի որ դա ձեզ ամենաշատը կօգնի։ Կապված անհաջողությունների հետ հիշեք հետևյալը. այն չի կարող լինել այնքան տհաճ ու վատը, որ մենք չկարողանանք գտնել այդ համարժեք օգուտի սերմը։ Եթե կիրառենք դրական մտածողություն ու սովորություն դարձնենք այդ սերմը ման գանք։ Իհարկե, այս ենթադրումը հաջողության գլխավոր սկզբունքի կիրառումը, բայց կա խնդիր, որը հանդիպում է ցանկացածիս, խնդիր, որից ոչ կարում են խուսափել, ոչ էլ այդ համարժեք օգուտի սերմը գտնել։ Դա հանդիպում է համ մեր, համ էլ այլ երկրներում։ Անհատի ազատության զրկելու ժամանակից հասարակության նպատակի անուղղակի շեղումն է։ Մի հատ էլ ասեմ։ Դա անհատի ազատություն զրկելու ժամանակակից հասարակության նպատակի անուղղակի շեղումն է։ Ամեն անհատի խոսքի ու գործողության ազատությունը։ Բայց կա մի բան, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել այս տրենդի դեմ պայքարում։ Մեր առանձին ջանքերը դա չեն կարող կանգնեցնել, բայց կարող ենք ու պետք է գործենք, երբ անուղղակիորեն այն մեզ է դիպչում։ Պետք է իմանանք ինչ անենք, ինչպես անել։ Դուք իհարկե կհարցնեք, ես ինչ կարամ անեմ այդ համաշխարհային տրենդի վրա ազդելու համար։ Ես կասեմ, որ կա մի որոշակի բան, որ կարող ենք անել։ Կարող ենք հրաժարվել այդ տրենդը ընդունումից ու ձեր ձեռքը վերցրել ձեր գիտակցությունը ամբողջությամբ։ Այսպիսով կկատարեք ձեր պարտքը ձեր եւ ձեր շրջապատի նկատմամբ։ Դուք պատասխանատու եք ձեր եւ ձեր հարազատների, ձեր գիտակցության ու ձեր ընտրած ճանապարհի համար։ Դա ձեր պատասխանատվությունն է ու ոչ մեկը չի կարող ձեզ զրկել դրանից։ Դուք նաեւ պատասխանատու եք այն պետության համար, առջև որտեղ բնակվում եք։ Զարգացած երկրներում ձեռնարկատիրական համակարգը այնպիսին է, որ մարդկանց տրամադրում է շարժառիթ կառավարելու գիտակցությունը ու տնօրինելու իրենց կյանքը։ Հիշեք, նման ապրելակերպի առավելությունը, ինչպես նաև ի ծնե տրված բարիքները, միայն հասանելի են ամբողջական կիրառման պարագայում։ Դա անշուշտ տիեզերական նախագծի մի մաս է, որ տալ մարդուն այն բարօրությունները, որոնք նա ընդունում է երախտագիտությամբ ու օգտագործում է կառուցվածքայինորեն։ Եթե կապենք ձեր ձեռքը ձեր կողքից, բնությունը կըմբոստանա ու ձեռքը կբթանա։ Եթե անուշադրության մատնեք ձեր ընկերներին ու նոր շփումներ չսկսեք, դուք կկորցնեք համախոհների։ Եթե անուշադրության մատնեք ձեզանից ավելի ուժեղների, որոնցից կախում ունեք, կամ էլ ձեր գործատուին, շուտով ոչ ոք չի ունենա ձեր կարիքը։ Սա բնության հիմնային օրենք է, դուք կորցնում եք այն, ինչը չեք օգտագործում։ Դա վերաբերվում է նաև ձեր մտավոր կարողություններին։ Ու մենք ամեն անգամ գլուխ գովալով, որ հանդիսանում ենք քաղաքակրթության երկրի քաղաքացին, պետք է հիշենք այս օրենքի մասին։ Մենք կորցնում ենք այն, ինչը չենք գործածում։ Այս հանդիպմանը ձեզ պատմեցի բաներ, որոնք կարող է ձեզ զարմացնեն, բայց եթե դուք պատրաստ եք դաս քաղել անհաջողությունների սկզբունքը, ապա երբեք չեք անհանգստանա անհաջողությունների դեպքում։ Ու հիշեք, որ ձեր ջանքերը կարող են ավելի մեծ արդյունք տալ, եթե փնտրեք համարժեք օգուտի սերմը, որը միշտ ու ցանկացած անհաջողության դեպքում գոյություն ունի։ Եվ մի անելիք թույլ տվեք ձեզ տալ, որ անկեղծորեն կատարելու դեպքում նոր հնարավորություններ կարող են բացվել։ Հիշեք նախկինում ձեր հետ պատահած անախորժությունները ու փնտրեք դրանցից յուրաքանչյուրում համարժեք օգուտի սերմ։ Ու հնարավոր է բացահայտեք, որ ավելի հարուստ եք, քան պատկերացնում էիք։ Ու հիշեք, ոչինչ անհաջողություն համարել չի կարելի, եթե դուք այդպիսին չեք համարում։ Ու սխալ չկա, կա իմացություն, որ դա էլ չի կարելի անել։ Հիմա ստեղծագործ մտքից։ Ես կպատմեմ ձեզ ստեղծագործ մտքի մասին,
որը շատ կարևոր բաղադրամաս է մեր մտադրություններն ու նպատակները հստակեցնելու հարցում։ Ասում են երևակայությունը արվեստանոց է, որտեղ ստեղծում ենք մտադրություններ մեր գիտակցության և գաղափարներ մեր հոգու համար։ Գոյություն ունի երկու տեսակ երևակայություն։ Առաջինը արհեստական, որը հանդիսանում է գաղափարների, հասկացությունների ու փաստերի հավաքագրում ու վերլուծում, որոնք հետո վերածվում են այլ համակցությունների։ Հազվադեպ է պատահում, երբ ինչ-որ մեկի մոտ ծագի լրիվ նոր գաղափար։ Քաղաքակրթությանը հայտնի է ամեն բան, և հաճախ այդ մտքերը հին բաների միավորում են։ Ստեղծագործական միտք, որը կառավարվում է 6 տեսակ զգայարաններով ու գտնվում է ենթագիտակցության մեջ։ Դա այն միջոցն է, որի շնորհիվ հայտնվում են նոր գաղափարներ, և թույլ տվեք մի քանի օրինակ բերեմ, թե ինչպես է աշխատում արհեստական երևակայությունը։ Ասենք, դիտարկենք էլեկտրական լամպի շիկացումը։ Այն հնարել է արհեստական երևակայության շնորհիվ, այսինքն նոր սկզբունքների ու արդեն հայտնի հասկացությունների համակցությամբ։ Կամ Ֆորդի մեքենաները, դրանց ստեղծման համար նույնպես արհեստական երևակայություն է կիրառվել։ Նա միավորել էր լայն տարածում ստացած փոխադրամիջոցների ու շարժիչի գաղափարները, որոնցից երկուսն էլ հին էին, և գտել էր դրանց նոր կիրառումները։ Նա արեց դա իր բացահայտման, այլ ոչ թե հաջողության կամ ճակատագրի շնորհիվ։ Երրորդ օրինակը մարդ, ով հայտնագործեց շոկոլադն ու պաղպաղակը։ Սկզբում նա ուղղակի սառեցնում էր էսկիմո կարկանդակը։ Այնուհետև նա ստեղծեց մի ամբողջ արդյունաբերություն, որը անդադար զարգանում է։ Կարելի է ենթադրել, որ այդ նախագծի հեղինակը ամբողջությամբ պարգևատրվել է արհեստական երևակայությունը կիրառելու համար։ Ես հիմա ստեղծագործ մտքի մի քանի օրինակ կբերեմ։ Առաջինը, երբ Էդիսոնը հայտնագործեց ձայնագիրը, նա փաստացի կիրառեց հենց այս երևակայությունը, քանի որ դրա հետ կապված ոչինչ նախկինում հայտնի չէր։ Երկրորդը անլար կապի միջոցի հայտնաբերումն է։ Նախքան Մարկոնին նախկինում ոչ ոքի մոտ նման գաղափարներ չէր առաջացել։ Նա առաջինն էր, որ հայտնաբերեց լարերի փոխարինման ձևը։ Երրորդը ռադիումի հայտնաբերումն է։ Չորրորդը ժամանակակից ինքնաթիռի հայտնագործությունը։ Չնայած դա համարվում է ստեղծագործ ու արհեստական մտքի արդյունք, քանի որ նախկինում որոշ հայտնագործներ հաջողությամբ իրականացրել էին որոշ գաղափարներ, բայց հենց այդ Ռայթ եղբայրներին հաջողվեց անել այնպես, որ այդ բոլոր գաղափարները միասին աշխատեն։ Հինգերորդը կեղտ մաքրող մեքենաների հայտնագործումն է։ Դրա ստեղծագործը միանգամայն նոր մեթոդներ կիրառեց, չնայած պրակտիկորեն ինժեներությունից գլուխ չէր հանում։ Նա աշխատացնում էր իր ստեղծագործ միտքը։ Նրա գաղափարները ծնվում էին բացառապես հիմնվելով նրա փորձի ու գիտելիքների վրա։ Հիմա կցանկանայի մի քանի խորհուրդ տալ ձեզ, որպեսզի ամբողջությամբ կարողանաք կիրառել ձեր երևակայությունը։ Հիշեք, որ ձեր երևակայությունը, ինչպես մտածողությունը, զարգանում են օգտագործման ընթացքում միայն։ Պետք է ստեղծեք համակարգ, որը կստիպի վարորդներին երթևեկության մեջ գտնվող մարդկանց մասին մտածել նենց, ոնց իրենց հարազատներին։ Կլինի այսպիսով հնարավոր կլինի իջեցնել ավտոպատահարների թիվը ու դուք կդառնաք հարուստ ու հայտնի։ Կամ ճանապարհակառուցման նախագիծ մտածեք, որով ճանապարհները անվտանգ կլինեն վարորդների համար։ Կարող եք նաև գործող նախագիծ ստեղծել, որտեղ փորձառու վարորդները հանդես կգան որպես պատասխանատուներ ու կունենան նրանց իրավունքներ, որ կարան տուգանեն օրենքը խախտողներին։ Կամ մտածեք ինչպես փոխարինել երթևեկության բաժանարար գծերը։ Առաջարկեք տարբերակ ինձ դպրոցներում երեխաներին սովորեցնել հաջողությանը հասնելու միջոցներ, ու դուք երջանիկ կլինեք ձեր ներդրումներից։ Կամ ցույց տվեք մի նախագիծ,
որը կստիպի մարդկանց օգտագործել իրենց ուղեղի ամբողջ հնարավորությունը։ Իսկ հիմա բերեմ այն օրինակները, երբ մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունը ու ստեղծագործ միտքը ու առաջանում են գաղափարներ, որոնք օգուտ են տալիս մեծ թվով մարդկանց։ Սա ձեզ ոգեշնչելու ու ձեր ստեղծագործ միտքը օգտագործելու համար։ Դուք ասում եք, որ լավագույն մտքերը արդեն իրագործվել են, բայց հակառակը, լավագույնը, որոնք կծառայեն մարդկությանը, դեռևս չեն ծնվել։ Եթե ցույց տաք ինձ տարբերակ, որով մարդիկ կգործածեն իրենց հնարավորությունները անձնական կյանքում, ապա կօգնեք հարյուրավոր ընտանիքների, որոնց կյանքում չկա հարմոնիա, եւ դրանով իսկ լավ համբավ ձեռք կբերեք։ Եթե անեք նախագիծ, որով կարելի է վաճառողներին օգնել զբաղվել վաճառքի բոլոր ճյուղերով, ապա կավելացնեք նրանց եկամուտը։ Ես դեռ պատմում եմ ձեզ ինչպես կիրառել երևակայությունը, սակայն այս կարճ ժամանակում չեմ կարող ներկայացնել բոլոր օրինակները։ Երևակայությունը զարգանում է մշտական մարզմամբ ու գործածմամբ։ Վերահիշյալ տարբերակների օգնությամբ դուք հենց այն մարդն եք, ով պետք է գործի։ Այս երկու թեման է այսօր պատրաստել, հաջորդ անգամ էլի երկու ավելի հետաքրքիր թեմաներից կխոսենք։ Լավ մնացեք, մինչ հանդիպում։